Իրանում ներքաղաքական ճգնաժամի մեկնարկից ի վեր հրապարակված առաջին ուղերձում Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դատապարտել է ցուցարարների կողմից ձեռնարկվող բռնի գործողությունները։ Անցած գիշեր մի խումբ ջարդարարներ ավերեցին պետությանը ժողովրդին պատկանող շենքերից մեկը բացառապես Միացյալ Նահանգների նախագահին գոհացնելու նպատակով հայտարարել է Խամենեին։ Իրավապաշտպանների տեղեկություններով 10-րդ օրը շարունակվող բախումների ընթացքում առնվազն 34 ցուցարար և 4 ուժային է զոհվել, մոտ 2000 մարդ ձերբակալվել է։ Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակն այսօր ուղևորվել է Հայաստան, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց տեղեկություններով վառելիք տեղափոխող շարժակազմը Բաքվից հյուսիս գտնվող Բալաջարի կայարանից այսօր կեսօրին շարժվել է Վրաստան, որտեղից էլ մուտք կգործի Հայաստանի տարածք։ 48 վագոններից կազմված շարժակազմով Հայաստան կհասցվի 1742 տոննա AI-95 մակնիշի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։ Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է, ապագործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղելիության ամրապնդումն է։ Հալեպի քրդերը մերժել են պաշտոնական Դամասկոսի տարհանման առաջարկը։ Քրդերով բնակեցված Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ թաղամասերը ղեկավարող տեղական խորհուրդները մերժել են կառավարական ուժերի հետ հրադադարի հաստատումից հետո այս շրջաններից հեռանալու առաջարկը։ Տարհանման տարբերակն իրականում անձնատուր լինելու առաջարկ է, որը մեզ համար անընդունելի է։ Մենք կշարունակենք մնալ Հալեպի քրդական թաղամասերում, պաշտպանելով դրանք, նշված է հայտարարության մեջ։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 24-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդել են քաղաքային իշխանությունները, նշելով, որ Կիևի 6000 բազմաբնակարան շենքերի կեսը ռուսական հարվածների հետևանքով զրկված է ջերմամատակարարումից։ Ընդհանուր առմամբ անցած գիշեր ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ 200 հարվածային անօդաչու թռչող սարք և 36 հրթիռ, այդ թվում գերձայնային օրեշնիկ է արձակել։